Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիո լսողներին եւ ռադիո դիտողներին, դուք դիտում եւ լսում եք Գործարար Ալիքը, տաղավարում աշխատում է Լիանա Խաչատրյանը, Web 3 զարգացման հիմնադրամի հետ միասին, կրկին մեկնարկում է Կրիպտոմիտ հաղորդաշարը, այսօր մեր հյուրն է Մետաքսե Ղամբարյանը, բարև ձեզ։ Բարև Լիանա ջան։ Մետաքսեն նորից մեր ռադիո լսողների եւ ռադիո դիտողների համար հիշեցնեմ, որ Web 3 զարգացման հիմնադրամի տնօրենն է Մետաքսե ջան, շատ շնորհակալություն, որ մեզ համար ժամանակ գտաք։ Այսօր պլանավորել ենք խոսենք Web 3-ի մասին առհասարակ, թե ինչ է դա։ Այո։ Խոսենք, որովհետեւ Web 3 ինչ է առհասարակ Web 3-ը, խնդրեմ։ Դա ամենաշատ տրվող հարցն է, որ ես լսում եմ, ինչ է Web 3-ը։ Որ այդ հարցը տալիս են, սկզբից ասում եմ, գիտեք ինչ է բլոկչեյնը։ Ասում են չէ, ասում եմ գիտեք ինչ է կրիպտոարժույթը, հիմնականում այդտեղից ենք սկսում ու զարմանալի չի, որովհետև կրիպտոարժույթները առաջին use case-ն են հենց Web 3-ի, իսկ Web 3-ը մի փոքր տարբերվում է արդեն գաղափարախոսական հատվածներ ունի իր մեջ, բացի այն, որ բլոկչեյն տեխնոլոգիաներ ունի իր մեջ, բայց հիմնականում ինքը սկսել է կրիպտոարժույթներից, մասնավորապես Bitcoin-ից, առաջին կրիպտոարժույթը։ Bitcoin-ը որպես այդպիսին եղել է, այսպես ասած, գիտական աշխատություն, white paper, ինտերնետում դրված, անանուն մեկի կողմից, բայց գրված է եղել Սատոշի Նակամոտո, բայց մինչև հիմա պարզ չէ, թե ով է Bitcoin կրիպտոարժույթի ստեղծողը, միգուցե դրանք developer-ների խումբ են կամ ինչ-որ մեկն է, հատուկ է արված, որպեսզի դա լինի ոչ թե ինչ-որ մեկի ստեղծած, այսինքն պատկանի ինչ-որ մեկին, այլ լինի ընդհանուր բոլորի համար։ Հենց գաղափարախոսության Web 3-ի հիմքում ընկած է այդ տեխնոլոգիան, այդ գաղափարը, որ լինի բոլորի համար, այսինքն չպատկանի ինչ-որ կոնկրետ մեկին, բայց պատկանի բոլորին։ Web 3-ի հիմքում, ինչպես նշեցի, կրիպտոարժույթն է, բայց բացի դա նաև ունենք արդեն զարգացված էկոհամակարգ։ Այսպես ենք ասում, Web 3-ը ինտերնետի հաջորդ իտերացիան է։ Ինչ է դա նշանակում։ Ժամանակին, երբ որ ինտերնետը դեռ գոյություն ուներ, իր սահմանային վիճակում, դա Web 1-ն էր։ Այսինքն մենք կարողանում ենք ինֆորմացիան ուղղակի կարդալ Web 3-ում, Web 1-ում։ Մենք կարողանում ենք ինֆորմացիան ուղղակի կարդալ Web 1-ում, բայց ինչ-որ իտերացիա չենք ունենում Web 1-ի հետ։ Հետո եկավ արդեն մեր իմացած Web 2-ը, որը հիմա մեր իմացած սոցիալական հարթակներն են, բլոգերն են, չգիտեմ, վիդեո հարթակներն են, YouTube-ը եւ այլն։ Դա մեր հիմիկվա իմացած ինտերնետը Web 2-ը, իսկ Web 3-ը դա այն ինտերնետն է, որը որ գալու է հիմնված բլոկչեյն տեխնոլոգիաների վրա։ Այսինքն Web 3-ում ձեր ինֆորմացիան ոչ թե գրվում է ինչ-որ մի հարթակում, օրինակ Facebook-ում լոգին ենք լինում եւ Facebook-ը տիրապետում է մեր ամբողջ ինֆորմացիային, այլ կարողանում ենք մենք ինքներս տիրապետել այդ ինֆորմացիային։ Ինչպես նաև ֆինանսական արժույթների մասով, այսինքն եթե X արժույթը, օրինակ դրամը, պատկանում է Հայաստանին եւ կենտրոնական բանկի կողմից է վերահսկվում, կրիպտոարժույթը չի վերահսկվում ոչ մի միջնորդ կառույցի միջոցով, այսինքն դա երկրի սահմաններից նաև դուրս է գալիս։ Web 3-ի հիմնական գաղափարախոսությունը հենց դրանում է, որ մենք ունենալու ենք եւ ինֆորմացիա, եւ արժույթներ, եւ ընդհանրապես այն ամեն ինչին, որ հասանելիություն ունենք միայն մենք, այսինքն մենք կարող ենք կառավարել, ջնջել, ավելացնել, պակասեցնել, ու այդ ամեն ինչը նաև հասանելի է, թափանցիկ է եւ երևում է բլոկչեյնի վրա։ Տեսեք, ես մի քանի հարց ինձ մոտ այս ընթացքում կուտակվեց, փորձենք հատ մոտենանք։ Այսինքն ստացվում է, որ Web 3-ը մեծ հաշվով դա ինտերնետի այն տարբերակն է, այն տեխնոլոգիան է, որը դեռ
որը վաղն է գալու, մկեցի այն Հայաստանը, որը վաղն է գալու, հա, որը վաղն է գալու, որի ծիլերը մենք արդեն կարող ենք ասել, որ տեսնում ենք, նայելով հանուն կրիպտոարժույթների աշխատանքին, բայց լիովին պատկերացնել, թե այն ինչ տեսք կունենա եւ ինչպես կփոխի հանրություններն ու հասարակությունները, մենք այս պահին չենք կարող ասել։ Այդուհանդերձ դու կարծում եք, որ Web 3-ը բարի է, քանի որ նա նախ եւ առաջ ազատության մասին է։ Ես ճիշտ եմ հասկանում ձեր միտքը։ Այո, մենք կարծում ենք, որ Web 3-ը բարի է, բայց նաեւ հասկանում ենք, որ Web 3-ի, այսպես ասած, կիրառությունը դա բարի կլինի, թե կլինի ոչ այդքան բարի, դա կախված է մարդկանցից, որովհետեւ բոլորն են տիրապետում դրան։ Այստեղ մենք հասնում ենք բուն անգամ ապագայի, չէ, այլ ներկայի հիմնական խոսույթներին, դուք նկատած կլինեք, որ վերջին ժամանակաշրջանում համացանցի մասին բոլոր գրեթե զրույցները գալիս եւ կանգնում են անվտանգության, ապահովության, տվյալների գաղտնիության եւ նման խոսույթների շուրջ եւ ավելի ու ավելի խիստ, եթե խոսում ենք արևմտյան օրենքների մասին, հա, փորձում են ավելի խիստ օրենքներ եւ վերահսկողության մեխանիզմներ սահմանել համացանցը վերահսկելու համար, որովհետև այդպես ասում են, որ մեզ պաշտպանում են, չգիտեմ, երեխաներին պաշտպանում են համացանցային ոտնձգություններից, թմրանյութերի վաճառքից են մեզ պաշտպանում եւ այլն, որը համացանցը բնականաբար տալիս է այդ բոլոր հնարավորությունները։ Հիմա դուք ուզում եք Web 3-ի ադեպտներով, որ այս ամեն ինչը չլինի, պետությունը չկարողանա խառնվել ոչ մի ձևով այս ամեն ինչի մեջ եւ դրա բացասական հետևանքները։ Այսպես ասեմ, ինչքան կարելի է հավատալ մարդու լավ լինելուն, ես չեմ հասկանում։ Այսպես նշեցիք, կան նաև վատ բաներ, այսպես ասած, թմրանյութերի վաճառք օրինակ, բայց ինչպես ասում է դասականը, եթե ուզում եք թմրանյութերի դեմ պայքարեք թմրանյութերի դեմ, այլ ոչ թե Web 3-ի։ Այսինքն դա ինչ է նշանակում։ Web 3-ը նախ եւ առաջ կրթված մարդու գործիք է։ Խոսքի ազատությունը միշտ չէ որ վատ է, այսինքն չգիտեմ, մեծամասամբ մենք խոսքի ազատությունը որպես կանոն լավ է, հարցը դա չի։ Պաշտպանելու մասով ասեմ ուրեմն, քանի որ այս պահին կոնկրետ Web 3 տեխնոլոգիաներ զարգանում են այն երկրներում, որտեղ կան ռեգուլյացիաներ, բայց կան լավ ռեգուլյացիաներ, այսինքն փորձում ենք մենք կիրառել ռեգուլյացիաների այն տեսակը, որը որ կօգնի ինովացիոն տեխնոլոգիաներին, կօգնի մարդկանց ազատություններին այն մասով, ինչով որ չի սահմանափակում դիմացինի ազատությունը, իսկ ուղղակի վերցնել եւ ադապտացնել Եվրոպայի ռեգուլյացիաները, դա նշանակում է ուղղակի սպանել տեխնոլոգիաները։ Այսինքն սպանել այս ոլորտը զուտ նրա համար, որովհետև Եվրոպայում դրանք վատն են։ Եվրոպայում ռեգուլյացիաները շատ վատն են, այսինքն այնտեղ տեխնոլոգիաները չեն զարգանում, որովհետև շատ խիստ սահմանափակումներ կան եւ ոչ տեղին սահմանափակումներ կան, այսինքն որ ասեցի գաղափարախոսությունը կայանում է նրանում, որպեսզի միջնորդներ չլինեն, այսինքն չսահմանափակվեն հենց բուն միջնորդների կողմից, այդ ռեգուլյացիաները հենց գործիք են Web 3-ը սահմանափակելու ինչ որ մի կազմակերպության, դա կլինի նաև, չգիտեմ, միջազգային բանկը, այդ կազմակերպության շահերի օգտին, այլ ոչ կիրառողների օգտին, այսինքն այն մարդկանց, ովքեր որ կարող են ընտրություն ունենալ, օգտվել բանկային ֆինանսներից, թե օգտվել կրիպտոարժույթների ֆինանսներից։ Տեսեք, մենք խոսում ենք ազատության մասին, հա, նույն կրիպտոարժույթների վերաբերյալ, հա, ասում ենք, շարժը բավականին բոլորիս առնվազն տեսանելի է, մենք տեսնում ենք շարժը, ոչ մի կառույց դա չի վերահսկում եւ այլն, բայց այստեղ մենք տեսնում ենք, որ կա օրինակ ուրիշ ռիսկ, ուղղեք ինձ, եթե ես սխալ եմ, ասենք, եթե ես շատ հարուստ եմ
ես կարող եմ իսկականից, շատ կրիպտո, այսինքն չգիտեմ, ինչ որ մի հատ արժույթ վերցնենք եւ ես այդ արժույթից շատ գնեմ եւ հատկապես եթե մենք խոսքը գնում ենք սահմանափակ քանակությամբ արժույթների մասին եւ այդտեղ ես ոնց որ ինձ անկախ բուրգ եմ էլի որոշակի սարքելու այսինքն նման ռիսկեր այդ ազատ շուկա ասեմ, ազատ հարթակներ ասեմ, այնուամենայնիվ կան, այսինքն բրգաձև վիճակը միշտ էլ ձեռք բերելու հնարավորություն կա։ Այդ տրամաբանությամբ կարելի է ձեռք բերել նաև կենտրոնացված ֆինանսները, եթե դուք շատ հարուստ եք, պլյուս կարող է կոռուպցիոն ռիսկեր իր մեջ պետք է ուտել հարուստներին։ Բայց նույն հաջողությամբ կարելի է ձեռք բերել, օրինակ, չգիտեմ, կենտրոնացված բոլոր ֆինանսներից, եթե դուք շատ հարուստ եք։ Այստեղ տարբերությունը այն է, որ կրիպտոարժույթի պարագայում դա հասանելի է աշխարհի բոլոր ծայրերից գտնվող մարդկանց համար, այսինքն քանակությամբ պայմանավորված այո սահմանափակումներ կան, բայց դրան կարող է հասնել ցանկացած մեկը։ Այսինքն եթե մենք գիտենք, որ առնվազն այդ խնամի ծանոթ բարեկամը արանքից հանած է, լավ։ Այո։ Այստեղ միտքը նրանում է, որ այո, կարող են լինել, ասենք, չգիտեմ, մեկը որ շատ հարուստ է եւ մյուսը այդ դասակարգումը շատ ծայրահեղ կարող է լինել, բայց տարբերությունն այն է, որ Bitcoin-ից կարող եմ օգտվել ես, դուք եւ Դոնալդ Թրամփը օրինակ։ Մենք երեքով կունենանք նույն արժույթից։ Ասում սրանից ես ունեմ մեկ է Դուբայի բանը, չէ՞։ Շեյխը հասկացա, որքան ես եմ հասկանում, եթե թույլ տաք մի քիչ անցնենք գաղափարական դաշտ, որովհետև ես ձեզ հետ խոսում եմ, ինձ մոտ որոշակի պատկեր է ձևավորվում, չգիտեմ որքանով է ճիշտ, որքանով է սխալ, որքան ես հասկանում եմ, նախ Web 3 համայնք կոչված է, եթե դա կարելի է անվանել, ինքը ոնց հասկացա միջ ազգային է, այսինքն աշխարհի տարբեր երկրներում կան մարդիկ, ովքեր հավատում են, որ Web 3-ը բարի է եւ պետք է լինի այդպես։ Ահա։ Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ Web 3-ը որպես պրոյեկտ արձագանք է ավելի ու ավելի Web 2-ի ժամանակաշրջանում ավելի ուժ գնացող թե պետությունների, թե խոշոր կորպորացիաների կողմից մեր կյանքի շարժի ընտրությունների վերահսկման։ Այսինքն ինքը ինչ որտեղ բունտի տպավորություն է ինձ մոտ թողնում։ Ես ճիշտ ուղղությամբ եմ մտածում։ Այո, միանշանակ ինքը այլընտրանք է, ու ամենահետաքրքիր փաստը Web 3-ի մասին այլընտրանք է ոչ թե առաջարկված մեկ անձի կողմից, օրինակ Bitcoin-ի ստեղծող ֆինանսական հարթակ է առաջարկել ազատականացված գումար, որից կարող են օգտվել բոլորը, այն օր-օրի ավելանում է որպես գաղափարախոսություն, օր-օրի ընդարձակվում է տարբեր մարդկանց միջոցով։ Օրինակ, Bitcoin-ից հետո Ethereum blockchain-ն է ստեղծվել, որի վրա հնարավոր է ծրագրավորում նաև անել։ Ու այստեղ Սատոշի Նակամոտոն եւ Ethereum-ի ստեղծող Վիտալիկ Բուտերինը երբեք չեն հանդիպել եւ չեն էլ հանդիպելու, զրույց չեն ունեցել իրար հետ, որպեսզի որոշեն արդյոք այս գաղափարախոսությունը ինչպիսին պետք է լինի։ Այսինքն այն ընդլայնվում, ընդարձակվում է տարբեր մարդկանց կողմից։ Հենց այստեղ է, որ այդ բունտը առաջ է գալիս ու հնարավորություն է տալիս բոլորին այստեղ փոփոխություններ անել։ Այսինքն այն զարգացումը, որով որ կգնա Web 3-ը, որով որ կտանի Web 3 համայնքը, այդքան էլ կանխատեսելի չի, կարող է լինել ինչ-որ էմերջենտության այո, կարող է լինել գալիս հոտ այլ ուղղություններով, բայց միշտ լինելու է մի հստակ բան, որ դա պատկանելու է բոլորին եւ լինելու է թափանցիկ։ Այսինքն այդ հիմնական գաղափարները Web 3-ի մեջից ջնջել հնարավոր չէ։ Այսինքն դուք մի գաղափարի շուրջ հավաքվում եք որպես Web 3 համայնք, օգտագործում եք ձեր իսկ բունտի համար, որպես գործիք։ Լավ, հիմա փորձենք ավելի հողի վրա, գետնի վրա, դիցուկ չգիտեմ, ես 15-ամյա հայ պատանի եմ եւ լսեցի մեր հաղորդումը եւ ինձ հետաքրքրեց Web 3-ը, ոչինչ չգիտեմ այդ ամեն ինչի մասին, որ քայլերից պետք է ես սկսեմ երազին մոտենալու համար։ Հայաստանը այս առումով բացառիկ տեղ ունի, որովհետև մենք ունենք Web 3 զարգացման հիմնադրամը եւ բոլորին
ովքեր որ ուզում են ծանոթանալ Web 3-ին, օգնում ենք, այսինքն ընդհանրապես կարելի է Google-ել Web 3 Հայաստան, գտնել մեզ սոցիալական հարթակներում, Telegram-ում, հարցնել անձամբ ինձ, եւ ես կրթական նյութերից կսկսեմ, կուղարկեմ եւ կփորձեմ օգնել, թե ինչպես ոնց որ հարցս ավելի նեղացնեմ, պետք է արդյոք լինել ՏՏ ոլորտի ներկայացուցիչ, որպեսզի կարողանալ կցվել գործին։ Ոչ պարտադիր չի լինել ՏՏ ոլորտի գործիչ, ուղղակի պետք է կարողանալ օգտվել, այսպես ասած, համացանցից նախ եւ առաջ։ Համացանցի միջոցով սոցիալական հարթակներով, չգիտեմ, վիդեո նայելով, մեր հաղորդումը լսելով, on-line կամ ռադիոյով փորձել ինքնակրթվել, որովհետեւ այստեղ ամենակարևորը ինֆորմացիան մի հատ լավ մարսելն է, որպեսզի հետագայում հասկանաս, թե ինչ ռիսկեր կարող են լինել, որտեղ ռիսկերը շատ են, տեխնոլոգիան նոր է եւ շատ մեծ ռիսկեր է իր մեջ պարունակում զուտ նրա համար, որ մարդիկ կարող են լինել չինֆորմացված։ Հետո ես որքան հասկանում եմ, այս ամենը դեռ բարդ է, այսինքն որքան ես եմ հասցրել, հա, այս հաղորդումների ընթացքում հասկանալ Web 3-ի թիվ 1 խնդիրը, այդ Web 3 ասելով ասում կրիպտոն էլ մեջը, հա, թիվ 1 խնդիրը դա իր user ոչ friendly լինելն է, այլ այսինքն հանրության համար հեշտ օգտագործելի, հեշտ հասանելի չի։ Այո, ամենամեծ խնդիրը հենց դա է հանրայնացումը, mass adoption-ը, այսպես կոչված, բայց ասեմ, որ շատ արագ է զարգանում ոլորտը ու շատ արագ են հենց ի հայտ գալիս ավելի user friendly գործիքներ, օրինակ ես անձամբ գիտեմ նյութեր, որոնք որ դպրոցականների մանկապարտեզի տարիքից սկսած երեխաների համար բացատրում են, թե ինչ է Bitcoin-ը, մուլտիկներով, այսպես ասած, ու ինչքան է հետաքրքիր է, իմ համար նույնպես sense ինֆորմատիվ անգամ նայել այդ մուլտիկով բացատրած։ Իհարկե, եթե դու Սա իմ համար էլ հաստատ մուլտիկով շատ ինֆորմատիվ կլինի։ Երևի կրթական նյութերի մեջ ավելացնենք այդ լինկը, որ ավելի հասանելի լինի, բայց իմ օրինակով ասեմ, ես առաջին անգամ բլոկչեյնի մասին լսել եմ 2016 թվականին, որը այդքան շատ վաղուց չէր ու փորձել եմ Google-եմ, հասկացել եմ, որ այնքան բարդ է տեխնոլոգիան, որ ինձ միգուցե եւ հասանելի չի ու անցել եմ մինչև որ ոլորտ մտնել որպես մարքետոլոգ եւ շփվել նորից product-ի հետ ու ավելի մանրամասն իմանալ։ Դրա համար չեմ կարծում, որ եթե ես այս ճանապարհը անցել եմ, ինչ որ մեկի համար դժվար կլինի իմ ճանապարհը անցնել, հիմա ասում եմ ավելի հեշտ է Եվ դուք զգում եք այդ տարբերությունը, որ տարեց տարի ավելի ինքը հեշտանում է։ Միանշանակ ու նաև կախված նրանից, թե ինչքան product-ներ են ի հայտ գալիս, որից որ կարող են օգտվել բոլորը։ Օրինակ, եթե երաժիշտներին դիցուկ հետաքրքիր չի ոլորտը, գոյություն ունեն նոր հարթակներ, որտեղ որ կարող է երաժիշտը ուղղակի իր մյուզիկը ձայնագրել եւ առանց միջնորդի, առանց YouTube-ում գովազ դնելու արդյունքում գումար վաստակել։ Բոլորը սկսում են հետաքրքրվել, այսինքն կախված նրանից, թե ինչ նորարարական product-ներ են ստեղծվում, բոլորին արդեն հասանելի է։ Նույն տեխնոլոգիաներով սոցիալական ցանցի արկայությունն է հետաքրքրում, որովհետեւ մենք ինչու, հա, արդեն որպես լրագրող, որը հետևում է տարբեր քաղաքական գործընթացների, մենք տեսնում ենք, որ սոցիալական ցանցերը դառնում են շատ լուրջ քաղաքական, երբեմն նաև գեոքաղաքական զենքեր, ու շատ հետաքրքիր է, որ իրանք ինչ-որ կոնկրետ մարդկանց ձեռքերում են գտնվում, պետություններն են այսպես սոցիալական ցանցը միացնում, մյուսը անջատում, մյուսը համարում արգելված եւ այլն եւ այլն։ Այսինքն սոցիալական ցանցերը արդեն խաղի մեջ են։ Այո։ Ու մի կետից մենք դա տեսանք COVID-ի ժամանակ կարող են քո գրառումները ջնջել, քեզ ցենզուրայի ենթարկել, առանձին հարց է դա վատ է թե լավ։ Բայց կոնկրետ փաստ ունենք, որ մի կետից ինչ որ բան կարող է կառավարվել, հա, մի մարդու հրամանով, մի մարդու ցանկությամբ, մեծ հաշվով։ Այս սրա հարցը Web 3-ը, սրա լուծումը
Տեսնում եմ։ Լուծումը արդեն կա, գոյություն ունեն web 3 տեխնոլոգիաներով աշխատող սոցիալական հարթակներ, արդեն իսկ գոյություն ունեն։ Ուղղակի դրանց օգտատերերը այդքան շատ չեն։ Եթե X օրինակ Facebook-ում մենք ունենք 1000-ից ավել հետևորդ, որոնք որ կարող են մեր խոսքից, չգիտեմ, ոգեշնչվել, հասանելի լինի, web 3 սոցիալական հարթակներում շատ քչերն են այս պահին, անգամ Twitter-ը որպես այդպիսին ժամանակին գրախոսություն ուներ, ցենզուրա ուներ, հիմա այսպես տերերը փոխվել են, փորձում են իրան ավելի ազատականացված սարքել։ Այդտեղ ասում են, ինչպես ասում են, կապրենք կտեսնենք, հա։ Տեխնոլոգիան նույնն է, այսինքն կապ չունի ով է գլխավերևում, ինքը որ որոշեց այս թվիթը պետքա հեռացվի, հեռացնելու է։ Այսինքն հնարավորությունը կա, բայց նույն տրամաբանությամբ աշխատող սոցիալական հարթակներ կան, որոնք որ բլոկչեյնի վրա են ու ջնջել հնարավոր չէ։ Ոչ մի կողմից, այսինքն անգամ օգտատերը, որ կառավարում է իր, այսպես ասած, պրոֆայլը, ինքը հնարավորություն չի ունենա, չգիտեմ, փոփոխություններ իր արած գրառումը ջնջի։ Այո, կան է։ Ինչպես հիմա ընդունված է, չէ՞, գրառում ենք անում, հետո Հետո մոռանում ենք։ Իսկ բլոկչեյնը չի մոռանում։ Իսկ որ նախնդիրը, որ էլի այդ տեսեք դուք ասացիք, մարդիկ չգիտեին, որ այդ ամեն չէ, այդքան քիչ մարդկանց է հասանելի, այսինքն դրա համար պետք է որոշակի տեխնիկական իմացության մակարդակ, հա, ճիշտ եմ հասկանում։ Ավելի շատ տեղեկատվության մակարդակ, որովհետև հիմա շատ հեշտ հնարավոր է, այսպես ասեմ, եթե մենք օգտագործում ենք mail հեռախոսի համար եւ գաղտնաբար սոցիալական հարթակներից օգտվելու web 3 սոցիալական հարթակներից օգտվելու համար ձեզ պետք է ընդհանրապես դրամապանակի հասցեն է ձեզ իդենտիֆիկացնում որպես user։ Այսինքն դուք գցում եք ձեր դրամապանակը եւ հայտնվում եք որպես ինչ որ օգտատեր web 3 ցանկացած հարթակում։ Այսպես ասեմ, այդտեղ անգամ մեկ քայլով է կատարում դրամապանակ գցնելը, իսկ mail գաղտնաբար գրելը երևի 3-4 քայլ է, չէ՞։ Ավելի հեշտ է, ուղղակի դեռ տարածվածությունը այդքան մեծ չի։ Դա է խնդիրը։ Շատ լավ, եւ վերջին մեր ժամանակը մոտենում է ավարտին, Մետաքսե ջան, ես ուզում եմ վերջում խոսենք էլի web 3-ի եւ Հայաստանի, հա, կոնտեքստում, դուք ասացիք, որ կա զարգացման հիմնադրամ, կարող են իմանալ հայերը եւ ես ուզում եմ տալ մեր համանդական հայկական հարցը, բա մեզ ինչ դրանից։ Մեզ շատ բան դրանից։ Իմ կարծիքն է եւ երևի ոչ միայն։ Մենք այս պահին ունենք արդեն կայացած web 3 տեխնոլոգիաներով աշխատող ստեղծող կազմակերպություններ, որոնք փոքր եկամուտներ եւ ինվեստիցիաներ չեն բերի Հայաստան, այսինքն շատ մեծ ինվեստիցիաների հետ է կախված։ Եթե մենք կարողանանք օգտվել, ճիշտ օգտվել այս տեխնոլոգիաների ճիշտ ռեգուլացնել, մենք կդառնանք գերակաճուղ ոչ միայն IT-ն, այլ նաեւ web 3-ը կհամարվի գերակաճուղ, ինչ որ միտեղ անգամ վտանգախարություն նշել էր, որ web 3 տեխնոլոգիաներն էլ են գերակաճուղ, այնպես որ բացի բայց ջնջել էր։ Ահա։ Բացի ինվեստիցիաներից մենք կարող ենք լինել այսպես ասած տարածաշրջանում այն երկրներից, որոնք որ խաչմերուկ են, այսպես ասած, բոլոր այն երկրների համար, ովքեր ֆինանսական խնդիրներ ունեն, ֆինանսի տարածման խնդիրներ ունեն, լինենք խաչմերուկ եւ դրանից բավականին մեծ շահեր ունենանք։ Կան առհասարակ web 3 friendly պետություններ։ Միանշանակ կան, ու այն պետություններն են, որոնք որ Հայաստանից ավելի լավ վիճակում են գտնվում միանշանակ ֆինանսական, տնտեսական առումով, դա Սինգապուրն է, դա Արաբական Էմիրություններն են, այս պահին իհարկե Միացյալ Նահանգները որպես այդպեսին փորձում են ավելի friendly դառնալ, չնայած այնտեղ բյուրոկրատիան շատ է, օրենքների մասով, եւ այդպես շարունակ ունենք այլ երկրներ, որոնց նախագահը օրինակ համարում է, ուզում է փոխել իր արժույթը բիթքոյնի, այսինքն բիթքոյն մաքսիմալիստներ, մաքսիմալիստական երկրներ, ովքեր որ
նախապես զգում են դրա շահը։ Մենք օրինակ, չգիտեմ, մեր զարգացման հիմնադրամով բազմիցս հայտարարել ենք որպես արժույթ, որպես ռեզերվ գնել բիտքոին, դեռ այն բոլոր լուրերից առաջ, որ ասենք Թրամփը մի շաբաթ առաջ ստորագրեց որպես ռեզերվ գնելու հայտարարությունը, մենք բավականին շուտ ասել ենք։ Այդուամենայնիվ բիտքոինի կուրսի տատանումների խելահեղությունը մեկ քիչ վախեցնում է, ես կարող եմ հասկանալ մեր կառավարությանը, որը չընդունի նման որոշ։ Նայեք, բիտքոինի կուրսի, այսպես ասած, երկարաժամկետ տատանումները ավելի դեպի աճ են ու կտրուկ դեպի աճ են, քան եթե նայենք օրինակ դրամի որպես արժույթ տատանումները երկարաժամկետ հարթակով, այդ շատ հասարակ մաթեմատիկական հաշվարկներով կարելի է հասկանալ, որ բիտքոինը այս պարագայում շահավետ է, հաստատ Միացյալ Նահանգներում ոչ շահավետ որոշումներ արժույթների հետ կապված մասնավորապես երևի չէին անի, որովհետև իրենց արժույթը հզոր արժույթ է, ինչու դա դրան համանդած նաև բիտքոին ձեռք բերել։ Կարծում եմ բարձ պատասխան կա այդտեղ։ Շատ լավ, շատ շնորհակալություն, եթե ավելացնելու ինչ-որ բան ունեք։ Ավելացնելու մենակ կարող եմ ասել, որ պետք չի վախենալ բարդությունից այս ոլորտի։ Մենք այստեղ ենք մեր համայնքում շատ մեծ քննարկումներ են տեղի ունենում, եթե ուզում եք միացեք, մենք հարցերին պատասխանենք, փորձենք օգնել ձեզ ավելի ինֆորմացիա։ Իսկ ինչ-որ քննարկումներ, բաներ տեղի ունենում, այսինքն իվենթներ, այսպես ասած, հա, միջոցառումներ, որ կարող է, ասենք, մարդը ձեզ հետևել եւ գալ մասնակցել։ Այո, իվենթներ ունենում ենք շատ հաճախակի, անգամ դրսի կազմակերպությունների համար նույնպես օգնում ենք այստեղ մեր համայնքին ծանոթանալ, իրենց համար ենք իվենթներ կազմակերպում, ապրիլին, մայիսին ունենք միջոցառումներ, որոնց մուտքը անվճար է, կարող են բոլորը մոտենալ եւ հարցերը տեղում տալ, տեղում օգտվել պրոդուկտներից, լինել վեբ 3-ում։ Միջոցառումների մասին կրիպտոմիկ հաղորդաշարի ընթացքում այս թեման մենք ընթացիկ կհաղորդենք, կհիշեցնենք, կներկայացնենք։ Շատ շնորհակալ եմ մեզ ժամանակ տրամադրելու համար։ Ես եմ շնորհակալ եմ, մերսի։ Մերսի, մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին հիշեցնեմ, դիտում եւ լսում եք գործարար Ալեքը, խոսում ենք Մետակ Սեղանբարյանի հետ, Web 3 զարգացման հիմնադրամի տնօրենի եւ իհարկե խոսում ենք Web 3-ի մասին։ Գուգլեք, թե ինչ է դա։